Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիաների հայկական ազգային միությունը պարբերաբար կազմակերպում է ճամբարային ծրագրերի զարգացմանն ուղղված միջոցառումներ, դասընթացներ ճամբարային ջոկատավարների վերապատրաստման համար։ Այս անգամ վերապատրաստման թեման առաջին օգնության ցուցաբերումն էր արտակարգ իրավիճակներում։ Դասընթացն իրականացվեց Վանաձորի թիվ 2 Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարության մասնակցությամբ։ Ճամբարական առաջնորդները շատ ակտիվ էին մասնակցում սեմինարին, հետաքրքրվում են առաջին օգնությամբ, հետաքրքրվում էին մարդկանց ցուցաբերվող օգնությունների ձևերին եւ աշխույժ մասնակցություն ունեցան պրակտիկ գործողություններին։ Սեմինարի մասնակիցները ստացած գիտելիքները անհրաժեշտություն են համարում մանավանդ այն դեպքում, երբ հատկապես առաջին բուժօգնություն ցուցաբերելու մասին անհրաժեշտ ինֆորմացիայի պակաս կար։ Ես ու բոլոր ճամբարային առաջնորդները իմ կարծիքով սովորեցին իրենց համար շատ կարևոր հմտություններ, թե ինչպես պահել, ինչ առաջին օգնություն ցույց տալ, երբ որ օրինակ գտնվում ենք սարերում, արշավներում եւ այնպիսի վայրերում, որտեղ բժշկական օգնությունը տվյալ պահին ավելի հեռու է գտնվում, մինչև նրան ժամանելը անհրաժեշտ է, որպեսզի մենք ցույց տանք առաջին օգնություն։ Իմացանք, թե որն է օգտակար, օրինակ այրոցների դեպքում, թե ինչ կարելի անել, օրինակ շատ բաներ մենք անցյալում գիտեինք, որ պետք է օրինակ ձետ քսել կամ դնել սառը ջրի մեջ, հետո դրանք իմացանք, որ այդպիսի բաներ չի թույլատրվում։ Ծրագիրն իրականացվում է ամերիկյան գործընկերների հետ համագործակցությամբ։ Նրանց աջակցությամբ էլ կազմակերպվել է ճամբարային առաջնորդների վերապատրաստման ծրագիրը, որում ներառված են տարբեր բաղադրիչներ։ Ճամբարային առաջնորդները ձեռք են բերում աշխատանքային պրակտիկայում անհրաժեշտ մի շարք գիտելիքներ, ինչպես աշխատել երեխաների հետ, ինչպես հարթել ծագած խնդիրները, ինչպես վերահսկել երեխաների վարքը, ինչպես նաև անհատական աշխատանք երեխայի հետ։ Ծրագրի շրջանակում Հայաստանի ճամբարային ապագա առաջնորդների համար մշակվել են հատուկ մոդելներ։ Այս ծրագրի շրջանակներում շատ կարևոր է նաև ցանկացած ջոկատավարի համար, ցանկացած ճամբարային առաջնորդի համար, որ իրենք տեղյակ լինեն եւ ունենան կարողություններ, հմտություններ առաջին օգնություն ցույց տալու իր ճամբարականներին անհրաժեշտության դեպքում, հա։ Այս նպատակով, քանի որ ԵՄՔ Հայաստանը պրոֆեսիոնալ կարողություն ունի այս ուղղությամբ, այս առաջին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, մենք կապնվեցինք Վանաձորի թիվ 2 Հրշեջ ջոկատի հրամանատար պարոն Սահակյանի հետ եւ նրանք մեծ պատրաստակամություն հայտնեցին գալ եւ մեր ջոկատավարներին ապագա ճամբարային առաջնորդներին փոխանցել գիտելիքները եւ սովորեցնել առաջին օգնության կարողությունն հմտությունները։ Սեմինարի ընթացքում փրկարարներն ուսուցանեցին ինչպես ցուցաբերել առաջին օգնություն այրվածքների, թունավորումների, կոտրվածքների եւ մի շարք այլ դեպքերում, ինչպես մշակել վերքերը։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։